2014 թվականի միաբանական համագումարի մասնակիցներն են աբեղաներ, վարդապետներ, ծայրագույն վարդապետներ։ Մեծ մասը ժամանել է արտերկրի թեմերից։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու թեմերում եւ կառույցներում 93 միաբան է ծառայում։ 2 տարին մեկ գումարվող այս համագումարները միաբաններին որոշակի թեմաների շուրջ են հավաքում։ Այս տարվա թեման ցեղասպանությունն է, խորագիրը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընթառաջ։ Գարեգին II ամենայն հայոց հայրապետը ողջունեց համագումարի մասնակիցներին, նրանց ուժ, ոգևորություն եւ արդյունավետ քննարկում մաղթեց, հորդորեց բարձր պահել ազգային ոգին, հույս, հավատ ու լավատեսություններ շնչել։ Դժվարություններ միշտ էլ մեր կյանքում եղել են։ Մենք երբեք չենք ծնկել այդ դժվարությունների առջև։ Մենք երբեք չենք վհատվել, տեղի չենք տվել, այլ քաջաբար դիմագրավել ենք այդ դժվարությունները որպես փորձություն, միշտ լավատես, միշտ հույսով, հավատքով զինավար։ Հայ եկեղեցականը պետք է իրականացնի իր առաքելություն ազգային մեր կյանքում, ոգի ներշնչի, գոտեպնդի, տկարությունների մեջ, դժվարությունների առջև հավատացյալ իր զավակին։ Այս պիտի լինի մեր ուղին եւ մեր ճանապարհը։ Այսպես պիտի կարողանանք դուրս գալ ամեն տեսակ ծանր դժվարին իրավիճակներից եւ կերտել մեր ժողովրդի բարոր կյանքը, մեր հզոր երկիրը եւ մեր ժողովրդի լուսավոր ապագան։ Մեր ազգի եւ մեր եկեղեցու կրած կորուստները պիտի ընկալենք որպես մարտահրավեր։ Վերականգնելու այն ամենը, ինչ որ խլվեց մեզանից։ Իսկ դա իրականացնելու համար առաջին հերթին պետք է որ մենք մեր հոգին զորացնենք, մեր հոգին թրծենք հավատքով, հույսով, սիրով, որպեսզի ազգային միաբանությամբ ի վիճակի լինենք իրագործել այն ամենը, որ եղել է դարերով, եղել է մեր հայրերի երազն ու տեսիլքը։ Այն ամենը, որի համար մաքարել է մեր ժողովուրդ, հայոց անկախ, հզոր պետականություն եւ բարոր ու երջանիկ կյանք։ 1915 թվականի ցեղասպանության պատճառով հայ ժողովուրդը տեղահանվեց եւ ապաստան գտավ աշխարհի տարբեր երկրներում։ Տարիների ընթացքում հայկական համայնքներ, ազգային եկեղեցական կառույցներ ստեղծվեցին, որոնց շուրջ վերստին համախմբվեցին հայերն ու իրենց նոր կյանքը կառուցեցին Սփյուռքում։ Հայր Զաքեոսը Պոլսո հայոց պատրիարքությունն է ներկայացնում։ Նա նշեց, որ Պոլսում 45 հայկական եկեղեցի կա, 60,000 հայ, 30 հոգևորական եւ 15 ազգային վարժարան։ Նրանք մշտապես զգում են ոչ միայն տեղի եկեղեցու եւ հոգևորականների, այլև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի աջակցությունը։ Այս համագումարը նոր լիցք է տալիս մեզ եւ մենք ամենքս էլ վերադառնալով մեր երկրները փորձելու ենք այստեղ ձեռբերված փորձառությունը, խորհուրդները իրականացնել մեր երկրներում։ Շատ կարեւոր է Սփյուռքում փոխանցել մեր հայրենիներին հայապահպանության, հայ մնալու սկզբունքները եւ գաղափարները։ Թերևս պիտի ունենանք դարբեր կարծիքներ, մտքերու փոխանակումներ, թերևս վիճաբանություններ, բայց վստահ ենք, որ այդ բոլորը պիտի լան շինիչ եւ վերջապես պիտի կայացնենք մեր որոշումը եւ որտեղ որ կծառայենք մենք այդ որոշումները պիտի դանենք մեր ծառայած թաշտերը, մեր ծառայած վայրերը եւ պիտի փորձենք լավագույնս իրականացնել եւ կորզատրել այն բոլոր որոշումները, որ հնդածս այս գումարի համագումարի մենք պիտի որոշենք։ Գիտենք, որ եկեղեցու առջև բազմաթիվ մարտահրավերներ են նետված այսօր եւ արժանի պատասխաններ պետք է տրվեն Մայրաթորի կողմից։ Այս առումով շատ կարևոր է, որ
Ընդառաջ ցեղասպանության 100-ամյա տարելիցին այսօր միաբաններս հավաքվել ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում քննարկելու թե 2015-ին կայանալիք ծրագրերը եւ թե ավելի գաղափարական, իմաստային, աղոթական ինչպիսի ազդեցություն պետք է ունենա նախ եւ առաջ 1.5 միլիոն վկաների կամ ավել կամ պակաս վկաների սրբադասման այդ երևույթը հայության վրա հոգեվոր խանդավառության առումով եւ առհասարակ հոգեվոր կենսակերպի բարգավաճման առումով։ Ինձ համար մեծ ուրախություն է իսկապես ետ դուն կալ, Մայրաթոր կալ եւ միասին հավաքվել իմ հոգեվոր եղբորներուս հետ, միապանների հետ, որովհետեւ մենք մի ցևով լիցկավորվենք հոգեբես եւ իդ վերարտարնալ մեր թեմերուն, մեր ծուխերուն, մեր առաքելության, որովհետեւ մենք տանենք այդ Մայրաթորի շունչը, մենք տանենք իդ մեր ժողովրդին Հայաստանի հոգին։ 2005 թվականին նորին Սուրբոցություն Տեր Գարեգին II եւ Մեծի տան Կիլիկիո Արամ I կաթողիկոսների տնօրինությամբ ստեղծված հայ եկեղեցու սրբադասման հանձնախմբի կատարած աշխատանքներին իր զեկույցով համագումարի անդամներին ծանոթացրեց Տեր Զաքարիա Վարդապետ Բաղումյանը։ Հովհան Որոտնեցին եւ Գրիգոր Տաթևացին են մեր եկեղեցու կողմից սրբադասված վերջին անձինք։ 15-րդ տարից հետո սրբադասում չի կատարվել, բայց բնավ չի նշանակում, որ պատմության մեջ չեն եղել սրբացման արժանի դեմքեր, նշեց Հայր Սուրբը։ 2005 թվականին երկու հայրապետների օրհնությամբ ստեղծված սրբադասման հանձնախումբը ցայսօր ունեցել է 9 հանդիպում, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել սրբադասմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կատարվել են մի շարք ուսումնասիրություններ, մեր եկեղեցու պատմական փորձառության, դավանական մտածողության եւ ավանդության տեսանկյուններից քննարկելով կարևոր այս խնդիրը։ Ըստ բանախոսի սրբադասման կարգի հետ կապված բոլոր հարցերը իրենց վերջնական լուծումը կստանան այս տարի նոյեմբերի 11-ից 13-ը հրավիրվող եպիսկոպոսական ժողովի ընթացքում, որի հիման վրա էլ երկու հայրապետներն իրենց սրբատար կոնդակով կամրագրեն Մեծ Եղեռնի զոհերի սրբադասումը։ Օրվա երկրորդ զեկույցը համացանց է հոգևոր քարոզչության ծիրից ներս թեմայով էր։ Այսօր պատերազմը տեղեկատվական դաշտում է հոգիների եւ մտքերի աշխարհում։ Ինչպես կարողացանք ինֆորմացիան տեղ հասցնել, նույն կերպ արձագանքը կստանանք, վստահ է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Ես անձնապես եթերային համացանցային աշխարհը համեմատում եմ օդանավային հարձակման հետ, հեռահար հարձակումների հետ։ Երբ օդանավները գնում են ինչ-որ դաշտ, ավիրում են ամբողջ տարածք, հետո զինվորները մտնում են այնտեղ։ Զեկույցի հեղինակ Տեր Թովմա Խաչատրյանն անդրադարձավ համացանցի ինձեռած հնարավորություններին հայ եկեղեցու քարոզչությունը ել ավելի արդյունավետ դարձնելու խնդրին։ Համագումարի անդամները որոշեցին ստեղծել ֆորում, որը հնարավորություն կտա ավելի սերտացնել միաբանների շփումները։ Հայոց հայրենազրկության հարցը եւ պահանջատիրության իրավական հիմքերը, եկեղեցին Մեծ Եղեռնի տարիներին, 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագիրը, այս եւ այլ թեմաներին առաջիկա օրերին կանդրադառնան զեկուցողները։ Հավաքի ատենապետը Կոմիտաս Վարդապետ Հովնանյանն էր։ Վաղը կեսօրից հետո կշարունակվի, ուրբաթ օր անպայման պիտի գնանք Եղեռնի հուշարձան այնտեղ հիշատակության կարգ կատարելու, աղոթք առաքելու առ Աստված եւ շաբաթ օրը կավարտվի մեր այս հավաքը նոր հանձնախումբ ընտրելով, որպեսզի այդ հանձնախումբը կազմակերպի հարաճիկա 2 տարիների ծրագրերը։ Մերի Հովսեփյան, Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Մեսրոպ Ավետիսյան, եկեղեցական կյանք։